ինձ իսկ ես էլ ես որ մեր շփթում ես դու եւ մեր խոսում եմ ես Արի ածաթա փայլ անձրև Արի ասենք անցորդների բարև Ես հետ գալիս եւ վերանում են իմ քայլերը Արի ածաթա փայլ անձրև Արի ասենք այն ծանոթին բարև Գուցե անցնի սրվի մարախուկը Ես մենակ իմ հովանոց գրկել եմ քեզ Դու պարում ես անձրևի ռիթմով բայց տես Որ մեր շփթում եմ ես Եվ մեր խոսում ես դու Եկ անցորդ հեռանանք մեր մշուշի մեջ Ոչ անձրև, ոչ մարախուղ չեն հասնի մեզ Երբ դու կասես բարև ու կշապտաս նաև Արի ածաթա փայլ անձրև Արի ասենք անցորդների բարև Ես հետ գալիս եւ վերանում են իմ քայլերը Արի ածաթա փայլ անձրև Արի ասենք այն ծանոթին բարև Գուցե անցնի սրվի մարախուկը Եվ թող անցնի անձրևը Արի ածաթա փայլ անձրև Արի ասենք անցորդների բարև Ես հետ գալիս եւ վերանում են իմ քայլերը Արի ածաթա փայլ անձրև Արի ասենք այն ծանոթին բարև Գուցե անցնի սրվի մարախուկը Եվ թող անցնի անձրևը Թող անցնի Մեր երկարվեստի ամենագեղեցիկ գույնը, ամենաոճային երգչուհին ու ամենաարդարամիտ մարդը Արմինկայի բենեֆիսն է Հանրայինի եթերում Նա ապրում էր, Իմ աշխարհի, իմ գրքերի, իմ հերոների մեջ մինչև որ նրան չգերեց շատ հզոր մի ուժ, երգը Եթե ես սա չընտրեմ, ես ամբողջ կյանքում խեղդվելու եմ Թեև գիտեր, որ բոլորովին էլ հեշտ չի լինելու Ինձ ոչ ոք չի կարող խոշոտել, ես ինքս ինձ կպաշտպանեմ Կյանքի տարբեր շրջաններում նա ստիպված էր որոշում կայացնել ու հեռանալ Շատ ծանր բաժանում էր դա ինձ համար Եվ հաճախ թանկ գին է վճարել դրա դիմաց Եթե առաջին անգամ ես ծանոթացել եմ դեպրեսիա հասկացության հետ, դա եղել է այդ ժամանակ Այնուամենայնիվ, երբ այսօր հետադարձ հայացք է գցում, վստահ է Լիքը ցավերով լի, բայց երջանիկ տարիներ Մի թող ինձ մենակ այս կյանքում դատա Արմինկա, տխրության, ուրախության մեջտեղում Թող առանց քեզ Արմինկայի կյանքը միշտ վերելքների ու վայրեջքների անվերջ շղթա է եղել Մանկության տարիներին էլ թեև ապահով ու անհոգ մանկությանը եղել է նա շատ ինքնամփոփ երեխան Արմինկա, ինչպես էին ընտանիքի անդամներն արձագանքում, որ դու շատ քիչ էիր բակիչնում, չէիր խաղում այդ սեփական աշխարհի մեջ լինելը Դա ինչ էր Դե ինձ թվում է մայրս արդեն մենք ավելի շատ մամայի հետ ենք ինչու՞ չէ, սովորաբար պապաները աշխատում են, մամաս էլ էր աշխատում, բայց մամայի հետ էի ավելի շատ լինում տանը ու հաճախ ինչպես որ ինքն էլ է պատմում, ասում է ընկնում էի գործով մոռանում էի որ տանը երեխա կա, անգամ ես մի անգամ իրեն ասում եմ ո՞նց ես այդպիսի բան կարողացել թույլ տալ, ասենք մի քանի ամսական
Ինձ կերակրել քնացրել է։ Կարենին Լուսինեին տարել է մանկապարտեզ, մտել է մամայի տուն, սրճել է։ Տուն գալու ճանապարհին, ասենք թե ինչ որ մանր մուներ առևտուրներ վերադարձել, ասում է դու կամ քնած էիր կամ այդ բաներով խաղում էիր այդ մանկական այդ մահճակալի մեջ։ Դե այդպես եմ եղել հիմա։ Ոչ մի դժվարություն չստեղծող երեխա։ Բացարձակ։ Տարբերություն։ Իհարկե, Լուսնյակի ու հա, Կարենի։ իհարկե նաև շատ համառ, դժվար բնավորությամբ, բայց այդպես չշփվող լուր, ես իմ աշխարհի, իմ գրքերի, իմ հերոների մեջ Բակիչն էլ շատ չկար։ չէի սիրում մեր հենց անմիջապես կողքի հարևանուհին իմ շատ սիրելի Լուսինեն, Լուսոկս 2 տարի է ինձանից 2 տարի է մեր տարբերությունը, ինքն էլ էր ինքնամփոփ, ինքն էլ շփվող չէր, իհարկե իմ աստիճան չէ, միասին էինք իջնում, բայց այդ էքստրեմալ խաղերը չէին, էքստրեմալ։ Հա, այսպես թեթև խաղեր էին, որտեվ երկուսս էլ շատ այսպես մաքրասեր, կոկիկ, մենք պիտի իջնենք, մեր վրա բիծ պիտի չլիներ։ Մի քիչ խաղ, ես անգամ հիշում եմ մի օր մաման պատուհանի մոտ ինձ բերեց, ասեց՝ «Բալիկս, նայ, սա բակ է»։ Այնտեղ բալիկներ են խաղում։ Դու էլ պիտի իջնես, դու Լես բալիկ, չէ։ Չէ։ Գերազանց սովորող Արմինեից ընտանիքն ու շրջապատը սպասում էին, որ նա կընդունվի բանասիրական ֆակուլտետ, սակայն այն ժամանակ նոր սկսված հերթական այոյի շոուի դիտումը փոխեց ամեն ինչ։ Արմինկան սկսեց խեղդվելու աստիճան լաց լինել։ Ճիշտ է այս ինֆորմացիան, ինչ էր։ Այսօրվա նման եմ հիշում այդ օրը։ Ինչ պատահեց։ Այո շոուները արդեն եթերում էին։ Առաջին կամ հավանաբար երկրորդ շոուներ, ես սպասում էի այդ շոուներին։ Ես այդքան չէի երազում բեմում լինել, որովհետև ես վախենում էի դրանից եւ ես վստահ էի, որ դժվար թե կարողանամ, բայց նաեւ այդ մղումը կար, այդ ձգտումը կար։ Ու ես շատ լավ հիշում եմ, երբ որ Անահիտ Մանուկյանը սկսեց երգել, իսկ ես երազում էի մի օր այդ երգը երգել բեմից։ Երբ որ Անահիտ Մանուկյանը սկսեց երգել, ես սկսեցի լաց լինել։ Հյուսթոնի երգերից մեկն էր։ Կարենի հետ էինք նայում։ Ասեց՝ ինչ եղավ քեզ։ Ինչ բան եղավ, ասում եմ՝ չէ, ու այդպես։ Ու զգացի, որ Դա պետք է չէ, եթե ես սա չընտրեմ, ես ամբողջ կյանքում խեղդվելու եմ ու տառապելու եմ։ Դրա համար այն պլանները, որոնք որ կային իմ մտքում ու իմ ընտանիքի անդամների մտքում, որ ես իսկապես պիտի դառնայի համալսարանի ուսանող, ինձ այդ սերը, այդ երազանքը ինձ տարավ դեպի երաժշտություն։ Հրաշալի է, որ եղել է այո շոուն ու խթան է հանդիսացել, որպեսզի Արմինկան վերջնականապես իր հոգում ձևավորի այդ միտումը, որ նա պետք է լինի ասպարեզում, պետք է լինի բեմում։ Փոքրիկ Արմինկայի մասին սիրով են հիշում նաև հարազատներն ու մանկության ընկերները։ Նահապետյանների ընտանիքի շիկահերը տան ամենալրակյացն էր։ Ընտանիքի անդամներն ու հարազատներն այսպես են բնութագրում Արմինկային։ Սիրված երգչու մանկությունն անցնում էր գրքերի ու հետաքրքրաշարժ զրույցների միջավայրում։ Աղջնակը նաև առանձնանալու հանդեպ մեծ սեր ուներ։ Երբեմն ես գործով էի տարվում, մոռանում էի, հանկարծ հիշում էի, որ երեխա կա տանը փոքր, Արմինե կամ սեղանի տակից քնած էր, կամ իր գրքերը սեղանի տակ նստած, կամ սենյակում փակված։ Մի անգամ նույնիսկ եկա տուն դասից, չգիտեմ ոնց էր եղել, որ դուռը փակվել էր, ինքը փոքր էր, դուռը թակում եմ, բացող չկա, արդեն այն աստիճանի, որ ես հիսերիայի մեջ եմ գա, հարևաններին եմ կանչում, խնդրում եմ, ասեմ կոտրեք դուռը, ես չգիտեմ հիմա այնտեղ ինչ վիճակ է, այնքան որ անհանգիստ եմ, դուռը բացեցինք, տեսնեմ ինքը իր համար անկողնում պառկած, այբենարանը ձեռը, տենց քնել։ Արմինկան սիրում էր արկածային գրականություն, ժամերով կարդում էր եւ միաժամանակ սիրում էր երաժշտություն լսել, չնայած երբեք չէր մտածել երգչուհի դառնալու մասին։ Հաստատ գիտեի, որ ինքը ընտրելու է բանասիրական ֆակուլտետը եւ իր ապագան տեսնում էի առնվազն բանասիրական ֆակուլտետի դասախոս, պաշտպանած, դոկտորական, պրոֆեսոր եւ այլն։ Դպրոցական տարիներին եւս երգչուհին ակտիվությամբ աչքի չէր ընկնում, բայց նրան բոլորը գիտեին, ընկերասեր էր ու նվիրված։ Մինչև այսօր էլ դպրոցական ընկերներով հավաքվում են, հիշում անհոգ տարիներն ու պատմում իրենց առաջիկա անելիքների մասին։ Միշտ միասին ենք
միշտ զանգում ենք իրար, միշտ հետաքրքրվում։ Ու մեր դասարանի անբաժան անկախտելի մասն է Արմինկան, որը չնայած միշտ ավելի հանգիստ էր բնավորությամբ դպրոցում, բայց միշտ կանգնած էր ընկերների համար, միշտ։ Ինքը գիտեք ոնց էր մարդ էր։ Փոքրիկ, փխրուն, բայց մեծ ոգուտ էր։ Ես ուզում եմ, որ Հայկական դիսկոյի առաջամարտիկի դպրոցական տարիները հետաքրքիր էին անցնում։ Արմինկան տարված էր գրականությամբ եւ լրջորեն մտածում էր բանասեր դառնալու մասին։ Անընդհատ հավաքվում ենք Արմինեից տան, շենքի հետևի բակում, այնտեղ այգու պես փոքրիկ տեղ կար նստարան, երեխաներով երեկոյան դասերը անելուց հետո հավաքվում էինք իրենց մոտ, Արմինեն վերևից քաղցրավենիք էր մեզ ուղարկում, ամեղ պատառներ էր բերում, հետո դե իհարկե ինքն էլ էր իջնում։ թող վարվող այս մոմենտ Ոգեշնչվելով մանկության ու պատանեկության տարիներին կարդացած գրքերի հերոսուհիներից, երազելով ու իր երազանքներն իրականություն դարձնելով, պատահական մի օր տան ամենահամեստը որոշեց. իր ձայնը պիտի հնչի ու լսելի լինի բեմից։ վարել Դու այս գիշեր արի ինձ հետ, եթե գիտես, սիրո ճամփան, երազներից, պայծառացնես, մեր այս գիշեր, դու սենասահման, բաղբաղներում հեզ մերնում է իմ ամառը, մոտ գիշերն էլ լուր հարնում իմ դեմ, և իջնում է իմ սրտին նրանց խավարը, բայց գիշերում ես ճամփան գիտեմ, դու այս գիշեր արի ինձ հետ, եթե գիտես, սիրո ճամփան, երազներից, պայծառացնես, մեր այս գիշեր, դու սենասահման, դու այս գիշեր արի ինձ հետ, եթե գիտես, սիրո ճամփան, երազներից, պայծառացնես, մեր այս գիշեր, դու սենասահման Մութի դեր փայլում են բար աստղերը, բայց իմ ճամփան չեն լուսավորում, այս գիշեր էլ իմ հորին անցարասպելը, չի բերում ինձ ոչ ույս ոչ ներում, այս գիշեր արի ինձ հետ, եթե գիտես, սիրո ճամփան, երազներից, պայծառացնես, մեր այս գիշեր, դու սենասահման, դու այս գիշեր արի ինձ հետ, եթե գիտես, սիրո ճամփան, երազներից, պայծառացնես, մեր այս գիշեր, դու սենասահման Իմ աչքերում հոգուսում բանտերը Ջրտնեն թող մոտ գիշերում իրար մեր սրտերը Դու այս գիշեր արի ինձ հետ, եթե գիտես, սիրո ճամփան, երազներից, պայծառացնես, մեր այս գիշեր, դու սենասահման, դու այս գիշեր արի ինձ հետ, եթե գիտես, սիրո ճամփան, երազներից, պայծառացնես, մեր այս գիշեր, դու սենասահման
Այս երկչու բենեֆիսն անհնար է պատկերացնել իհարկե առանց քուրիկի Լուսինե Նահապետյանի, ում հետ նրանք ոչ միայն քույրիկներ են, այլ ամուր հենարաններ եւ մեկը մյուսին լրացնող հավերժ երիտասարդ քույրեր։ Լուսինե, բարի գալուստ Արմինեի բենեֆիս, կհիշես ինչպես ընտանիքը արձագանքեց Արմինկայի երկչուհու կարիերան սկսելուն։ Դա ինչ էր ընտանիքում, ուրախություն, շոկ։ Առաջին հերթին շոկ, որտեվ Արմինկան շատ լուրումունջ բալիկ էր փոքր ժամանակ, պատանեկությունը նույնիսկ երիտասարդությունը եւ երբ որ Արմինկան հայտարարեց, որ պետք է երգչուհի դառնա, բոլորիս համար շոկ էր, որտեվ Արմինկայի ձայնը ոչ ոք չէր լսել։ Տանը։ Ինքնափոփության մեջ։ Այո, ինքնափոփության մեջ։ Բայց քանի որ ընտանիքում կար, այսպես ասած, հստակ մոտեցում երեխաների որոշմանը, թողեցինք, որ նա ընտրի այդ ճանապարհը, այո։ Եվ առաջին իսկ օրվանից ընտանիքի բոլոր անդամներով նրան հենարան եղանք, աջակցեցինք, որպեսզի այդ դժվարին ճանապարհը անցնի։ Երիտասարդ Արմինկան ինչից էր ոգեշնչվում կամ թևաթափ լինում, ինչպես էր կատարվում այդ գործընթացը ընտանիքում, արդյոք ինքնամփոփ աղջիկը կիսվում էր տանը։ Ոչ, չէր կիսվում, ուղղակի կողքից դիտելով հասկանում էինք ինչից է ոգեշնչվում եւ ինչից է թևաթափ լինում։ Բայց քանի որ Արմինկան ներքուց շատ ուժեղ մարդ է, որը որ արտաքինից կարող է եւ չի երևալ, նա հաղթահարում էր ամեն ինչ։ Երկու քրոջ գաղտնիքը այսքան մտերիմ լինելու, այսքան իրարու լինելու ո՞րն է։ Գաղտնիքը ինչումն է, այսպիսի մի բան կա, չէ, երեխան ինչ տեսնում է, դա էլ սովորում է, պլյուս երևի գենետիկորեն էլ է դա գալիս, ասեմ, որ մայրս իրենք 5 քույր են, եւ ինչպես որ դուք տեսնում եք իմ ու Արմինկայի հարաբերությունները, այդպես 5-ի մեջ է։ Դրանից առաջ մայրս միշտ ասում է, որ հայրը իրենց միշտ ասել է դուք նայեք ձեր մաման եւ մորաքույրը ինչ քույրեր են ու դուք էլ պետք է այդպեսին լինեք, այսինքն տատիկս եւ տատիկիս քույրը եւ մենք էլ ենք ականատես եղել, երջանիկ ենք եղել ապրելու այդ ժամանակաշրջանը եւ տեսնել թե ինչպիսի քույրեր էին իմ տատիկը եւ իր քույրը։ Եկեք ծափահարենք Արմինկայի մամային, ով ասել կա եւ ասել են գենետիկ հիշողություն է դա, ինչ տեսել են դա էլ ներառել են իրենց կյանքի ճակատագիր են դարձրել նաեւ։ Ուզում ես խոսել Ալեքս, ինչ ունես ասելու մամային։ Մամային շատ է սիրում Ալեքս, շատ։ Այո։ Որ գալիս ա տուն, ինչ ես անում օրինակ։ Ոնց ես պատրաստվում նրա հետ հանդիպման կամ։ Պատմի, անկեղծ ասա։ Ինչ ես անում։ Երբ որ դուրը թակում ենք, ներսից հարցնում է. «Ով է»։ Ով է։ Ասում ենք մենք ենք, ու ինք ուրախ ասում է. «Мои девочки пришли». «Мои красотулечки пришли». Արմինկա, չնայած որ ես այս հարցի պատասխանը գիտեմ, այնուամենայնիվ Լուսինե մորաքույրը դասյուրակության մեջ Ալեքսի ինչ տեղ է զբաղեցնում Արմինը։ Այնպես է ստացվել, որ երեքս էլ այսպես հավասար, համաչափորեն, հա, եթե կարելի ասել, բոլորս ամեն օր, ամեն ժամ զբաղվում ենք Ալեքսի եւ դաստիարակությամբ եւ որպես մարդ տեսակ է, այսպես, հա, ավելի լավը դարձնելու համար։ Լուսինեի հետ դա մի ուրիշ աշխարհ է, ու ես շատ սիրում եմ հետեւել հենց Լուսինեի մոտեցմանը, այո, իրենց հարաբերություններին, որովհետեւ Լուսինեն երբեմն, չնայած առաջին իսկ օրվանից դրված է այդ հարցը, որ այս երեխային երես տալը կատեգորիկ արգելված է այս տանը։ Նշանը փակցված է մեր տան, արգելվում է երես տալ։ Երբեմն Չէ, ասողը դու ես փաստում մի քիչ ավելի շատ, հա։ Ավելի շատ ես եմ, հա։ Բայց այդ չեն ունի բացատրություն, առանց բացատրություն չի լինում, չէ։ Լուսինեն երբեմն այսպես ուզում է սայթ հակել, ձեռքից բռնում եմ, ասում եմ Հիշիր, այդ նշանին ու հիշիր, հա։ Բայց չէ, իսկապես ամեն բան փորձում ենք այսպես բալանսի մեջ պահել, որ հանկարծ երեք կանանց մեջ մեծացող միակ տղամարդու կա, հանկարծ երես չհարնի։ Այն թե ինչ էր Ալեքսը Արմինեի կյանքում, դա հասկանալի էր, կխոսվի ու շատ է խոսվել, ինչ էր քո կյանքում Ալեքսի հայտնվելը։ Հայտնությունը մեր հաղթանակի Ալեքսանդրի, ինչ էր։ Ալեքսը հրաշք էր, որ հայտնվեց մեր ընտանիքում։ Կյանք։ Ամենայն անկեղծությամբ Ալեքսը նոր կյանք բերեց մեր տուն։ Մեր բոլորի համար ինքը մի նոր լույս, մի նոր ճանապարհ, մի նոր ուղի,
Երջանկություն։ Սեր։ Այսպեսին է լինում իսկական մորաքույրը։ Այսպեսին է Լուսինե Արմինկա հարաբերությունները։ Այն, ինչ նրանք տեսել են եւ կարողացել են հոգով վերապրել, դրա համար էլ նրանց ընտանիքում միշտ սեր է եւ նրանք բնակվում են սիրո հասցեում։ Արմինկայի բենեֆիսն է հանրային առաջին ալիքի եթերում։ Իմ խենթոքուց դեպ սիրտը քո կաչավարտված մի կամուրջ սիրո իմ հոգում կասեր խոչընդոտներ չեմ վախենա ես անցնել հիմա կկորչեմ գուցե կամ կմոլորվեմ հետո բայց պիտի գտնեմ հասցեմ քո սիրո դուր ինձ այսօր քո հոգում հավերժ գախնի պահված սիրո հասցեն որ բոլոր հույսերն ամբողջ իմ սերը քեզ հասցնեմ ուղարկեմ երազներից հյուսած իմ սիրտը քեզ դուր ինձ այսօր քո հոգում հավերժ գախնի պահված սիրո հասցեն որ սրտիդ ինձ անծանոթ անկյունը ես բացեմ ու սիրո այդ հասցեում ընդմիշտ Թող որ դառնա լոկ քեզ համար սերն իմ նման իսկ հոգիս ծրար կյանքն ասես մի ծով իմ զգացմունքով թե վերառնեմ քո ափին հասնեմ կկորչեմ գուցե կամ կմոլորվեմ հետո բայց պիտի գտնեմ հասցեն քո սիրո դուր ինձ այսօր քո հոգում հավերժ գախնի պահված սիրո հասցեն որ բոլոր հույսերն ամբողջ իմ սերը քեզ հասցնեմ ուղարկեմ երազներից հյուսած իմ սիրտը քեզ դուր ինձ այսօր քո հոգում հավերժ գախնի պահված սիրո հասցեն որ սրտիդ ինձ անծանոթ անկյունը ես բացեմ ու սիրո այդ հասցեում ընդմիշտ դուր ինձ այսօր քո հոգում հավերժ գախնի պահված սիրո հասցեն որ բոլոր հույսերն ամբողջ իմ սերը քեզ հասցնեմ ուղարկեմ երազներից հյուսած իմ սիրտը քեզ դուր ինձ այսօր քո հոգում հավերժ գախնի պահված սիրո հասցեն որ սրտիդ ինձ անծանոթ անկյունը ես բացեմ ու սիրո այդ հասցեում միշտ Եվ չուչափահաս կյանքի առաջին հաղթանակը Հայաստանի ֆիլհարմոնիային կից էստրադային ջազային ստուդիա ընդունվելն էր։ Ինչու էր քեզ համար շատ կարևոր այդ
քոլեջից։ Դե դա էր միակ հաստատությունը, որ ես կարող էի գնալ դպրոցից հետո։ Այդտեղ ինձ ուղղորդեց մայրս, այդպես կարող եմ ասել։ Ինձ բերեց հայտարարություն, թերթից տվեց, ասեց, ու ինքը մեկնում էր Մոսկվա, ասեց, դե գնա ընդունվի։ Լավ։ Լավ, Ու մարտահրավեր ես էր, որ ասենք մենակս տեղից տեղ չէի տեղափոխվել Երևանում, նստեցի տրանսպորտ քրոջս դասընկերուհու հետ, գնացի հասա երիտասարդության պալատ, տվեցի քննությունները, ընդունվեցի ու զանգեցի Մոսկվա, մինչև չէի զանգել, զանգեցի, մամա, ես ընդունվել եմ, ապրես։ Հեշտ էին տանում մայրիկը հատկապես թեթև էին Գիտես, տանում ախտանակները, ես մամային միշտ ասում եմ, իր կողմից առանձնապես, ես երբեք գովասանքի չեմ արժանացել, երբեք, որպես երգչուհի։ կատարվել է ներսում։ Հա, ոչինչ ցույց չի տվել, առանձնապես, չգիտեմ, միակ բանը, որ զգացել եմ, երբ որ ինքը զգում էր, որ ես այդ ինքնաբավարարվածությունը ունեմ իմ աշխատանքից, ես շատ տանջվում, ինձ ասում էր դու չգիտես դու ուր ես գնում։ Դու չգիտես, քեզ հոշոտելու են, դու գնում ես գայլերի մեջ։ Ասում եմ, ինձ ոչ ոք չի կարող հոշոտել, ես ինքս ինձ կպաշտպանեմ։ Մի քանի շատ ճիշտ խորհուրդներ է տվել առաջին օրերին, ու այդ մինչև հիմա ինձ հետ է, արդեն 20 քանի տարուց ավել ես բերում եմ։ Որոնք են դրանք։ Չես ուզում Չեմ ուզում ասել, հա, բայց շատ կարևոր էին, որ մաման աղջկան տվեց այդ խորհուրդները եւ դրանք իմ ականջին, այսպես ասած, օղ եղան։ Ինքնուրույն կյանքի հաջորդ ձեռքբերումը հայեր խմբի կազմում հանդես գալու առաջարկն էր, որն էլ երգչուհին ընդունեց։ Բանասերից երգչուհի դառնալու ճանապարհը հեշտ չէր, բայց դժվարություններն Արմինկային չէին վախեցնում։ Վստահ լինելով իր որոշման հարցում դիմեց Jazz College։ Շատ այսպես չոր հստակ ասեցի, ինչի ինքը չի կարող գնա այդ ուղղությամբ, բայց միևնույն է ինքը գնաց։ Ընդունելության քննություններից հետո Արմինկան հասկացավ, ինքը ճիշտ տեղում է։ Արթուր Գրիգորյանի մոտ ուսումնառությունն էլ օգնեց երգչուհուն կայանալ։ Հաշվետու համերգներից հետո էլ ծնողները միանշանակ համոզվեցին, Արմինկան ճիշտ որոշում է կայացրել։ Ես ջազի պատմություն էի դասավանդում, եթե ուշանում էր իհարկե չխայնանում էի, բայց երբ որ քննությունների ժամանակ գալիս էր, նա միշտ պատրաստ էր լինում։ Այդպիսի հարաբերություններ կային եւ շատ զուսպ էին մեր հարաբերությունները եւ ես զգում էի, որ նա իսկապես կդառնա մի օր Արմինկա եւ դարձավ Արմինկա։ Ջազային քոլեջից հետո Արմինկայի համար սկսվեց փորձառության նոր շրջան։ Նադեժդա Սարգսյանի ղեկավարությամբ հայերի համույթ կազմում սկսեցին շրջագայել ու օրական մի քանի համերգով ներկայանալ հանդիսատեսին։ Արմինկան ունի մի յուրահատուկ տեմբր, շատ գեղեցիկ տեմբր է, երբ ասենք մի քանի ձայներով միասին երգում ենք, այդ տեմբրը լրացնում էր մնացած բոլոր տեմբրերը, այսինքն բարձր վերևի նոտաներին մեջտեղը պետք է տեմբր լիներ, որը այդ ճղճղական բանը հանգստացնի։ Այդ գեղեցիկ տեմբրը գերեց, բացի այդ էլ մաքուր էր երգում, իսկ մեր համույթը պետք է կենթանի երգեր, այդ իսկ պատճառով միայն պետք է մաքուր երգող երգչուհի լիներ։ Մանչը Արմինկայի ու բազմաթիվ այլ երաժիշտների հետ 90-ականների սկզբին հայեր համույթում էր աշխատում։ Համատեղ աշխատելու տարիներին բազմաթիվ հետաքրքիր պատմություններ են պատահել։ Հիշում է, ինչպես էին ռազմական ինքնաթիռով Արցախյան պատերազմի օրերին տեղափոխվում ու միանգամից համերգ տալիս։ Շատ բուրն եւ ստեղծագործական տարիներ էին։ Մենք շատ տեղեր համերգներ էինք տալիս բոլոր մարզերում։ Մի կողմը պատերազմ էր, մյուս կողմը մենք համերգներ էինք տալիս, զորամասերում նաև շատ աշխատում էինք։ Հայեր համույթում աշխատելն իսկական դարբնոց էր Արմինկայի համար։ Ծանր գրաֆիկով աշխատանքը հոգնեցնում էր, բայց իսկական արտիստի համար բարդություններ չկան, հատկապես որ այն ժամանակ խումբը լավագույններից մեկն էր համարվում։
Արմինկան ստեղծել է ունի իր ճաշակը, իր իմիջը ունի, որը շատ գեղեցիկ եմ ես համարում, որովհետև այդ աշխատանքի ընթացքում այդ ամեն ինչը էլի սովորում էին, ամեն ինչ էին սովորում, ինչպես մեյքափ անել, ինչ հագուստ հագնել, ինչպես քայլել, եւ այսօր ես տեսնում եմ եւ կարող եմ ասել իմիջային այսօր Արմինկան առաջատար է։ Բավականաչափ փորձ, հմտություն ու գիտելիքներ ձեռք բերելուց հետո Արմինկան հասկացավ. ճիշտ ժամանակն է սկսելու անձնական կարիերան։ Խմբից հեռանալը հեշտ չէր, մի թիմ էին դարձել, բայց երգչուհին արդեն ավելին էր ուզում։ Երբ դու հեռացար, հաշուներ տխուր, և դատարկվեց հանկարծ, երկինքը աստղալույս, լուսինը դալուկ, երկնքում թափուր, շրջում էր գլխահակ, անմխիթար կամիներ ցուրտ, լալիս վաղուց անցած հաշումներ շշնջում հուսահատ իմ սիրտն է քեզ կանչում քայլեմ հիմա արահետով լուսնի արահետով հույսի արահետով կանչնիմ սրտի գուցե և քեզ եւ արթնանա քո սիրտը կարոտով խորաշուն նորից բաղորեր անշուտ եւ երկնքում կրկին լուսնի դեմքը սարույց իմ խառնակ հողեր իմ հուշի աշուն դուք բարուրում եք ինձ ու հիշեցնում սիրո մասին անցած վաղուց անցած աշունն է շշնջում հուսահատ իմ սիրտն է քեզ կանչում քայլեմ հիմա արահետով լուսնի արահետով հույսի արահետով կանչնիմ սրտի գուցե և քեզ հասնի և արթնանա քո սիրտը կարոտով Քայլեմ հիմա արահետով լուսնի արահետով հույսի արահետով կանչնիմ սրտի գուցե և քեզ հասնի և արթնանա քո սիրտը կարոտով Իննսունականներին Հայաստանում եւ արտերկրում համերգներ տալն այդքան էլ հեշտ գործ չէր։ Երբեմն անգամ տանջանք էր երգիչների համար։ Եվ հենց այդ տարիներին հայեր խումբը սկսեց համերգային իր բուռն շրջանը։ Արմինկա, դժվարությունները շատ էին, սակայն դու սիրով հիշում ես նաեւ այդ շրջանը քո հայերի։ Չնայած որ դժվար օրեր էին ու
Դժվար ժամանակներ էին։ Ժամանակներ ընդհանրապես։ Բայց ես հավանաբար իմ կյանքում շատ քիչ փաստեր կարող եմ արձանագրել, որ ես հայտնվեցի ճիշտ ժամանակին, ճիշտ վայրում։ Ես ավարտական այդ վերջին քննության ժամանակ ես չգիտեի, որ դահլիճում Նադեժդա Սարգսյանն էր եղել եւ ինքը մի քանի հոգու էսպես ի նկատի էր ունեցել։ Մենք արդեն ավարտում էինք ու չգիտեինք ինչ ենք անելու։ Ոչ մեկս։ Ընդհանրապես հենց հաջորդ օրը կամ 2 օր անց, ոչ ավել, իմ ուսանողական ընկերուհիներից մեկը ասաց, որ Նադեժդան մրցույթ է անում, հարթ հայտարարում կազմը թարմացնելու համար։ Բայց ես մտածում եմ, ախր ես անփորձ, ես դեռ նոր եմ ավարտել։ Ինչևէ գնացինք ու վաղվանից կգաք փորձերի։ Ասեմ։ Այսինքն ես հասկանում եի, որ սկսվում է մի նոր փուլ, հա, նոր շատ մեծ ու միանգամից, այսինքն ես չեմ գալիս արդեն ինչ որ փորձով, չեմ գալիս ինչ որ բան իմացած։ Ես գալիս եմ զրոյից մեծ պրոֆեսիոնալ գործի մեջ եմ մտնում։ Ու միշտ ասել եմ ու միշտ ասելու եմ, որ այդ 5 տարիները, այդ ճանապարհը, որ ես անցել եմ, անտրտունջ դժվար ժամանակներ Հայաստանի համար, բոլորիս համար, ու այդքան նվիրում 17-18 տարեկան երեխեքի մեջ, այդ թվում նաև իմ, ովքեր մենք մտանք այդ գործի մեջ, որտեղ արդեն կային հասուն պրոֆեսիոնալ մարդիկ, իրենք այդ ճանապարհը անցել էին ու մեզ տարան իրենց հետ։ Չգիտեմ, այդ երջանիկ 5 դժվար, լիքը ցավերով լի, բայց երջանիկ տարիներ։ Գյուղերում մարդիկ մարզերում սիրտ ունեին 90-ականներին համերգների։ Ավետ ոչինչ չունեին։ Հավանաբար ունեին միայն սիրտ։ Ուրիշ ոչինչ չունեին։ Ուրեմն տեսարաններ եմ հիշում, մութ, ցուրտ, մենք հագնվում էինք, ինչ ունեինք։ Գալիս էին ով 10 հատ ձվով, ով մի կիլո պանիրով, ով, չգիտեմ, կարակով, ասում էին, «Չահել երեխեք են էլի կուտեն մենք»։ Մենք նստենք համերգը կնայենք։ Ու այնքան երջանիկ էինք, Դժվարության մեջ, որ հետ ես գնում, ավելի գունավոր էր, հա, այդ մթության մեջ, ավելի էմոցիոնալ։ Գիտես քանի հոգի էինք, 10 հոգուց ավել էինք ամբողջ կազմով։ Մենք այդ ես իմ առաջին բաժանումն էր տան հետ ու միանգամից 2 ամսով։ Մենք տանից հեռու ջերմուկում այնտեղ կարմրշտական լույս դրա համար էր մեզ Նադյան տարել այնտեղ հյուրանոցի մի հարկը առանձին սարքված էր ու ջեռուցվում էր։ Մենք ապրեցինք իրար հետ, մենք մեծացանք իրար հետ այդ 2 ամիսը ու հետո այդ 5 տարիները մնացած այնքան երջանիկ էինք։ Թե ինչ կուտեինք այդ օրը, թե այլ չեմ խոսում ինչ կհագնեինք, գերագույն երջանկություն էր։ Արմինկա 97 թվականին հայր խմբից դուրս եկար։ Դա պարզապես պետք էր դուրս գալ, դա խզում էր հարաբերությունների, թե մեծացար ու պետք է արդեն ուրիշ գործով զբաղվեիր։ Չէ, ես դեռ պատրաստ չէի դուրս գալ խմբից, ուղղակի այդպես ստացվեց, որ խումբը կամաց կրճատվեց, աշխատանքից հանվեցին շատ երաժիշտներ, մնացինք 2 երգչուհիներով, ու հետո եղան հանգամանքներ, որոնց պատճառով ես լքեցի խումբը շատ մեծ դժվարությամբ։ Շատ ծանր բաժանում էր դա ինձ համար, ավ պատկերացրու 19 տարեկանից 5 տարի 5 տարի դու անընդհատ լինես աշխատանքի մեջ եւ ծնողներիդ տեսնես օրը 1-2 ժամ։ Դրանից հետո ճիշտ է, որ կար դեպրեսիվ ընկճախտային շրջան քեզ մոտ։ Եթե առաջին անգամ ես ծանոթացել եմ դեպրեսիա հասկացության հետ, դա եղել է այդ ժամանակ։ Այսինքն պատկերացնում ես ոնց որ, նո, այսպես ասեմ, մոտավորապես նույն բանն է, ինչ որ սիրելի մարդուց բաժանվես, ընտանիքիցդ բաժանվես, հա, սարսափելի ծանր էր ինձ համար, էլի նստած հեռուստացույցի առաջ ու նոր համերգային ինչ որ մի ծրագիր էր, որտեղ Նադյան երգում էր մենակ, այսինքն մենք չկայինք էլ իր հետևում։ Էտել էր ստրես, խեղդվում էի արցունքներով էլի սկսեցի լաց լինել, առաջին անգամ իմացա թե ինչ բան է ճնշման անկումը, անգամ այսպես թեթև բանի մեջ ընկա, գլխապտույտ ունեցա, ունկա մահճակալին, մի քանի վայրկյան այդպես հետո արթնացա, անմիջապես զանգեցի ծանոթ բժիշկներիցս մեկին, ասացի չգիտեմ ինչ հետս եղավ, անմիջապես բժիշկ եւ այլն, հասկացանք, որ ճնշման կտրուկ անկում էր եղել, շատ ծանր, շատ ու մոտավորապես դա տևեց ինձ մոտ 2 տարի։
2 տարի ոչինչ չանելուց, երկար մտածելուց հետո, թե ինչպես վերադառնալ բեմ, ձայնագրեց «Անձրև» երգը, որը միանգամից հաջողություն բերեց երգչուհուն։ 2000-ականների սկզբին Արմինկայի կյանքում ստեղծագործական վերելքի շրջան էր։ Նա շատ արագ դարձավ հայկական շոու բիզնեսի ամենապահանջված երգչուհին։ 2000-ականների սկզբին, երբ հայկական էստրադան արդեն կայունացման առաջին նշաններն էր ցույց տալիս, արծաթափայլ անձրևի պես հորդաց դիսկոն։ Հենց այս ոճում Արմինկան ձայնագրեց ու թողարկեց իր առաջին ձայնասկավառակը։ Դեբյուտային առաջին իմ ամենասիրելի ձայնասկավառակը, որը որ դա անձրևն էր, իմ համար շատ սիրելի եւ առ այսօր էլ պլակատային եւ էտալոնային ինձ համար ձայնասկավառակ է գրված ասպարեզում։ Անձրև, անցորդ, այս գիշեր, երգեր, որ իսկական հիթեր էին, իսկ ձևավորումն արդիական է մինչև այսօր։ Հաջողության բանաձևը սերն էր, հստակ նպատակն ու այն իրականություն դարձնելու կոնկրետ պատկերացումը։ Մի քանի ամիս տևած համատեղ աշխատանքից հետո հայկական դիսկոն հնչում էր քաղաքի բոլոր մեքենաներից։ Մտա ձայներիզների խանութ, ասացի ինչ նորություն ունեք, որ կարող եմ գնել, ինձ ասացին Արմինկայի ձայնասկավառակն է դուրս տեսել, ձայներիզ այն ժամանակ, ես անգամ հիշում եմ շապիկը, վարդագույն գույնի, ու ես այսպես անհագուր ցանկությամբ վերցրեցի այդ ձայներիզը ու անգիր գիտեի բոլոր երգերը, կհավաստեն նաև իմ ընտանիքի անդամները, թե ես ինչ այսպես դնում էի ոգևորությամբ երգում էի բոլոր երգերը։ Արմինկայի դիսկո ձայնասկավառակի ամենահայտնի հիթերը ունեցան նաև տեսահոլովակներ։ Չնայած համեստ բնավորությանը, Արմինկան նաև խստապահանջ է, ուստի ռեժիսորներն էլ հատուկ պատրաստվում էին նրա հետ աշխատելու համար։ Մեր ընդհանուր ընկերներից մեկը ասեց, որ Արմինկան ուզում է, իսկ ես դեռ նոր մի քանի տեսահոլովակ էի նկարել, ասեց, որ Արմինկան ուզում է քո հետ աշխատի, տեսահոլովակ նկարի։ Այդ առաջի զգացողությունը այդ վախ էր, որտեղ դու գիտես, դու մեծ երկրպագուն ես այդ մարդու, հիմա պետք է այդ համատեղել աշխատանքի հետ, այդ շատ բարդ էր։ Ես միշտ ինչ-որ պատճառներ էի բռնում, բայց ինքս գիտեի, որ վախենում եմ այդ համատեղությունից։ Ես որպես մեծարում եմ իրան, շատ սիրում եմ, հուզում եմ իրան տեսնելուց ու հանկարծ նկարանման տաղավար, որտեղ դու աշխատում ես որպես ռեժիսոր։ Սյոմայի ու Արմինկայի համատեղ աշխատանքից հետո տարիներ են անցել։ Անցորդ երգի տեսահոլովակից հետո լավ ընկերներ են դարձել։ Ինքը այնքան լավ ընկեր, այնքան ճիշտ մարդ, այնքան իմաստություն կա իր մեջ, որ ինքը կարողացավ այդ պատնեշը կոտրի։ Չնայած ես կարող եմ խոստովանել, որ մինչև այսօր ինչ-որ բնական ինստինկտ իմ մոտ այդ հին ժամանակվանից պահպանվել է, որ մինչև նա որ իմ հեռախոսին զանգա գալի մինիկս, ես սկզբից մի հատ հուզվում եմ, նոր եմ վերցնում, այդ ռեֆլեքսը պահպանվել է։ Դիսկո ոճից կտրուկ անցում դեպի սիրային բալադներ, երբեմն նաև ժողովրդական երգեր։ Իր կարիերայի ամենածաղկուն շրջանում Արմինկան հանդես եկավ նաև զուգերգերով, որոնք մեկը մյուսի հետևից ամենաբարձր հորիզոնականներն էին գրավում հիթ շքերթներում և լավագույնը ճանաչվում ամենատարբեր մրցանակաբաշխություններում։ Ունենք դուետ, որը բավականին երկար ժամանակ է հանդիսատեսը իր կարծիքն է ասում և լսում է, դա տիեզերք տեսահոլովակի մասին եմ խոսում, որը նկարահանման հրապարակում շատ հաճելի էր աշխատել նրա հետ և իհարկե նրա մեծ լուման է, որ այդ երգը դարձավ այդքան պոպուլար։ Գլխապտույտ հաջողությունները միշտ ցանկալի ու ոճային լինելը Արմինկային հեշտ չի տրվել։ Երգչուհին բազմաթիվ բարդություններ է հաղթահարել։ Տարիներ առաջ անհայտ անձինք նաև այրել էին նրա մեքենան, բայց ոչինչ ու ոչ մեկը չկարողացավ հետ կանգնեցնել նրան։ Օրը նոր է բացվել և
կյանքը նրան հաճախ է հարվածել։ Սարսափելի ծանր էր ինձ համար։ Հիթային երգեր, սիրված տեսահոլովակներ, անթիվ անհամար երկրպագուներ, այդ բոլորը նա ուներ, բայց միևնույնն է։ Ներսումը դատարկություն է։ Երբ բացակայում է գլխավորը, մնացած ամեն ինչ դառնում է անիմաստ։ Աչքերս բացում էի ասելով. «Ինչի համար եմ արթնացել այսօր»։ Բայց երբ ամբողջ սրտով ցանկանում ես, երազանքդ կատարվում է։ Տեր Աստված, դու ինձ պիտի տխատաս։ Եվ վերևում լսեցի նրա ձայնը։ Մի թող ինձ մենակ այս կյանքում դատա Արմինկա, տխրության, ուրախության մեջտեղում։ առանց քեզ Իր ֆանտաստիկ երևանյան ճիշտ հարսանյաց հանդիսության ժամանակ շոու բիզնեսյան դեմքեր շատ քիչ կային։ Եվ Արմինե ու Լուսինե զույգը կար այդ կրատային քույրիկները ներկային Գոհար Գասպարյանի հարսանյաց հանդեսին, որովհետև նրանք ընկերուհիներ են։ Գոհար, դուք երկուսդ էլ փակ անձնավորություն եք, զուսպ եք ամենայն դեպս շատ։ Հիշում ես ոնց ստեղծվեց ձեր ընկերությունը, ինչի միջով անցավ եւ ոնց ամրապնդվեց։ Շնորհակալություն, ես ուզում եմ շնորհավորել Բենեֆիսի կապակցությամբ, շատ սպասված բենեֆիս էր եւ արդեն նշեցիր Ավետ ջան, որ իսկապես այդ զույգը իսկապես անբաժանելի է ինձ համար, որովհետեւ հենց Լուսինեն է եղել, կարելի ասել մեր օղակը։ Ճիշտ է, հեռուստատեսությունում շատ ենք հանդիպել եւ հարցազրույցներ բազմաթիվ ունեցել ենք տարբեր հաղորդումների շրջանակներում, բայց կարող եմ ասել, որ մեզ կապող օղակը Լուսինեն է, մի սիրտ, մի մարդ, որը ուղղակի անհնար է նրան չսիրել, անհնար է չկապվել նրա հետ կապված ցանկացած բանի հետ եւ քույրեր, որոնք միշտ առանձնացել են իրենց ոճով եւ այդ ոճը միշտ թելադրել են եւ հաղորդել են մարդկանց, գեղեցկացրել են եւ ես անչափ ուրախ եմ, որ Արմինեն վերջապես իր նորաձևության գիտելիքները ներդնելու է ավելի մասնագիտական առումով եւ ես հաջողություն եմ մաղթում այդ նորաստեղծ գործին։ Երկացանկը դուր է գալիս քեզ Արմինկայի, Գոհար։ Լսում ես օրինակ, ունես սիրելի երգ Արմինկայից։ Անշուշտ ունեմ սիրելի երգեր, ես ավելի Արմինկայի լիրիկական ստեղծագործությունների սիրահարն եմ։ Երգեր կան, օրինակ Սիրո հասցեն, իմ ամենասիրելի երգերից մեկն է։ Երգ, որը իսկապես կարող ես անverջ լսել, երազել, հանգստանալ այդ երգի տակ։ Գոհարը մեր պայծառ Գոհարն է։ Ամեն մեկս ունենք մեր պատկերացրած Գոհարը։ Ով է Գոհարիկը ձեր կյանքում Արմինկա եւ ինչ գույներով է մխրճված ձեր գիտակցության մեջ։ Գոհարին երբ տեսել եմ առաջին անգամ 2004 թվականի մրցանակաբաշխությանը, ճիշտ եմ հիշում։ Տեսա ու ասեցի, ինչ հետաքրքիր աղջիկ է, նոր տեսակ հայկական հեռուստատեսության մեջ, ու մինչ այժմ Գոհարը ինձ համար այդպիսին է։ Հիմա մի փոքր ավելի ինքը ինձ համար այսպես կլասիկա է, արդեն իր երիտասարդ տարիքին համեմատ, բայց ինձ համար այդպես իր մի տեսակ ուրիշ այդ բառի ամենալավ իմաստով, մի տեսակ շատ հայեցի, շատ կիրթ, թե որպես մարդ, թե որպես հաղորդավարուհի, ընդհանրապես եթերի մարդ, թե որպես դուստր, ես երբեմն այսպես կողքից հետևում եմ, հայ, ամեն ինչով, այդպես ես ինձ համար դու ասոցացրել, շատ հայ աղջիկ։ Հայ աղջիկ Գոհար, ինչ ունես այսօր ցանկանալու քո հարազատ հեռուստատեսության բենեֆիս ծրագրում Արմինկային, կա ինչ-որ հատուկ բան, որ քո կողմից կմաղթես ու կուզես այդ։ Կարծում եմ 3 բան պետք է մաղթեմ։ Առաջինը իհարկե մաղթում եմ, որպեսզի թեկուս այս բենեֆիսը նաև ոգեշնչում հանդիսանա, որպեսզի ել ավելի շատ երգեր ծնվեն։ Երկրորդը ճանաչել եմ նրան որպես Արմինկա մայր տեսակ։ Ես կուզեմ, որ Ալեքսը շուտով ունենա նաև քույրիկներ եւ եղբայրիկներ, շատ կուզեմ։ Եվ իհարկե երրորդը կուզեմ, որ այդ բոլոր ոճային մտքերը, նորաձևության գիտելիքները անպայման դառնան մի մեծ նոր հետաքրքրություն։ Այ, ամեն ինչ ասացիր, շատ շնորհակալ եմ դուք ջան։ Գոհար, շնորհակալություն, որ կիսեցիր ժամանակը Արմինկայի բենեֆիսում։ Գիշերը դու
նորել է նուշախչի քո սիրուց հանգիստս գորել է Չինար հասակը իմ խելքս տարել է անուշյար շուտարի քանքուշյար շուտարի Ոյու բուսիտ մատա մարալ 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 մետացյուսիտ մատա Ափսոսես գիշերին, որ մենակ մանկուգան, կաղաչեմ դուր չես գա, առանց քեզ ուր գնամ, թե հոգիս էլ ուզես, ազիզ ջան քեզ կուտամ, անուշյար շուտարի, քանքուշյար շուտարի, մոյու բուսիտ մատաղ մարալ մարալ մարալ, մետաքսյուսիտ մատաղ ջերան ջերան ջերան, մոյու բուսիտ մատաղ մարալ մարալ մարալ, մետաքսյուսիտ մատաղ ջերան ջերան ջերան, մոյու բուսիտ մատաղ մարալ մարալ մարալ, մետաքսյուսիտ մատաղ ջերան ջերան ջերան, մոյու բուսիտ մատաղ մարալ մարալ մարալ, մետաքսյուսիտ մատաղ ջերան ջերան ջերան, մետաքսյուսիտ մատաղ ջերան Արմինկայի բենեֆիսն է առաջին ալիքի եթերում։ Մենք այսօր շատ խոսեցինք տարբեր թեմաներից, հասնենք նրան, որ Արմինկան համարվում է դիցուհին մեր դուետների, տարբեր դուետներ։ Ով որոշեց, ոնց որոշվեց հասնել Արամեին, ով կասի։ Ես պիտի ասեմ, երբ որ ձայնագրման ընթացքի մեջ էր իմ վերջին ձայնասկավառակը, որը ժողովրդական երգերից է բաղկացած, երգերի ընտրությունը, երբ որ արդեն վերջնական էր եւ արդեն ընթացքի մեջ էր, այս երգը Զով գիշերը Շերամի մի տեսակ լսեցի դուետով։ Եվ մտածելուց հետո թե արդյոք ով ժողովրդական երգի մեջ էստրադային այսպես միտքս պայծառացավ, հասկացա, որ Արամեն ժողովրդական լավ զգում է եւ Արամեն կերգի։ Փորձեցի քայլեր ձեռնարկել։ Արի ուտես որ դժվար է։ Արի ուտես որ չէ։ Դժվար է։ Զանգ ընկերոջից։ Ալո Արմինկա։ Այո, ամեն ինչ տեղի ունեցավ հենց ոնց որ Արմինկան ասաց, եւ երբ որ ես իմացա, որ խոսքը գնում է։ Դու ուներ երկուսովը Նունեի հետ, Եսայան ու Իմ գրեթե բոլոր դուետները պրոյեկտների տակ են եղել եւ հատուկ արված աշխատանք իմ կողմից չի եղել ինչ որ մեկի հետ դուետ ձայնագրելու եւ երբ որ Արմինկան ցանկություն հայտնեց ինձ հետ երգել դուետով,
ոնց որ դու ասեցիր, ես էլ իմանալով որ Արմինկան դուետների թագուհին է, ես Արմինկային միշտ շատ լավ եւ դրական եմ վերաբերվել եւ որպես մարդ, որպես երգչուհի, նա շատ պոզիտիվ եւ շատ པարզ մարդ է ու ես ասեմ որ շատ բաներ շատերը ունեն սովորելու Արմինկայից եւ ոչ միայն Արմինկայից, այլ այն սերունդից, որ ներկայացնում է Արմինկան։ Այո, եւ երբ որ ես իմացա, որ խոսքը գնում է ժողովրդական երգի մասին, էլ արդեն մտածելու գրեթե բան չկար, որովհետեւ Արմինկային շատ սիրում եմ։ Դա սիրում էի այդ դեպքից հետո։ Եվ երգնել շատ սիրում եմ, եւ ժողովրդական երգնել շատ սիրում եմ։ Հեշտ էր աշխատել Արմինկայի հետ, աստղերը բռնեց ձեզ։ Ու մանավանդ որ երգը այսպես անմիջական կապ ունի այս մարդու հետ, էլի բոյու բուսիտ մատաղ։ Բուսիտ մատաղ։ Այո, եւ process-ը սկսվեց, շատ հեշտ էր, իրականում շատ ամեն ինչ դրական ստացվեց, եւ ես կարծում եմ, որ ժողովուրդը այս կատարումը սիրեց։ Ժողովուրդը սիրեց այս համագործակցությունը եւ այս երգը երկար տարիներ կգնամ մեր կատարմամբ կարծում եմ։ Որպես մարդ Արմինկային ինչ կցանկանաս Արավե, որպես գործընկեր կամ պարզապես մարդ, ով ճանաչում է Արմինկային, ինչ նախ բնավորության, ինչ գիծ կառանձնացնես ու ինչ կմաղթես։ Ես միշտ սիրում եմ այն մարդկանց ու զարմանում եմ նույնիսկ զուգահեռային մարդկանց վրա, ովքեր որ երկար տարիներ կարողանում են մնալ պոզիտիվի մեջ։ Դա շատ բարդ բան է եւ ես մաղթում եմ որպեսզի Արմինկային երկար տարիներ հետևեն լավ մարդիկ, նա շրջապատված լինի միշտ լավ մարդկանցով, որպեսզի իր երեխաները գտնեն իրենց տեղը այս կյանքում, երջանիկ լինեն, որովհետեւ ես գիտեմ որ նա հրաշալի մայր է, ով սիրում է իր զավակին եւ համոզված եմ որ ամեն ինչ անում է նրա համար եւ ես սրտանց մաղթում եմ իսկապես որ դու հասնես քո մնացած նպատակներին, մնացած երազանքներին եւ լինես երջանիկ մինչեւ խորը ծերություն Արմինկա ջան։ Դրանք չեն ծերանում, ոչ նա ոչ քույրը։ Շնորհակալություն Արամե, որ քո դուետով զարդարել ես նաեւ Արմինկայի երգացանկի եւ երգարվեստի ինչ որ մի ուղի ու ինչ պատմություն։ Շնորհակալություն քեզ։ Մարում եմ լուր, կարոտից տանջող, ապրել զուր է առանց քեզ, քեզանից հեռու, քեզանից բացի, ինձ պետք չէ ուրիշ ոչինչ, մարում եմ լուր, կարոտից տանջող, ապրել զուր է առանց քեզ, քեզանից հեռու, քեզանից բացի, ինձ պետք չէ ուրիշ ոչինչ, մի թող ինձ մենակ այս կյանքում դատարկ, մի թող ինձ այսպես, մի թող առանց քեզ, թող երազդանա խնդրանքս հասնի ու երազս քեզ ինձ վերադարձնի։ Տես առանց քեզ էլ չկամ ես, չեմ կարող ապրել այսպես, բավ է հոգիս օգնել եմ ես, վերադարձիր այսպես, տես առանց քեզ էլ չկամ ես, չեմ կարող ապրել այսպես, բավ է հոգիս օգնել եմ ես, վերադարձիր այսպես, մի թող ինձ մենակ այս կյանքում դատարկ, մի թող ինձ
ինձ այսպես մի թող առանց քեզ թող երազդարնը խնդրանքս հասնի ու երազս քեզ ինձ վերադարձնի Այսպես մի թող առանց քեզ թող երազդարնը խնդրանքս հասնի ու երազս քեզ ինձ վերադարձնի թող երազդարնը խնդրանքս հասնի ու երազս քեզ ինձ վերադարձնի Երջու կյանքի ամենացավոտ էջերից մեկը եղբոր Կորուսն է։ Նա Միացյալ Նահանգներում էր։ Անմիջապես վերադարձավ Հայաստան ընտանիքի կողքին լինելու համար։ Այս ցավալի շրջանի մասին իհարկե չեմ ուզում շատ կոնկրետ խոսենք, բայց ինչպես կարողացավ ընտանիքը հաղթահարել Կարենի, ձեր ընտանիքի շատ հայ տղու, ձեր պաշտպանի Լուսնյակի ու քո մեջքի կորուստը, մեջքի կոտրվելը։ Գիտես, երբ որ կյանքում լինում են այդպիսի բաներ, մի տեսակ գերբնական ուժ է գալիս հաղթահարելու։ Դու չես հասկանում որտեղից կամ ինչպես։ Էլի հավանաբար մեկը մյուսի թիկունքին կանգնելու փաստը։ Չգիտեմ։ Այսպիսի մի բան կա, ասում են Աստված, երբ որ տալիս է փորձություն, ուժն էլ հետն է տալիս։ Երբեք մարդու ուժից վեր չի տալիս փորձություն։ Իսկ Փառք Աստծո Աստված այնքան կա մեր ընտանիքում, որ օգնեց ուղղակի ոտքի վրա մնալ ու շարունակել ապրել։ Հավատն այս ընտանիքում իսկապես մեծ դեր ունի։ Աստծո հանդեպ հավատը քույրերի մայրիկի շուրթերին է միշտ հնչում աղոթքնել ու երևի թե սա էլ է պատճառը, որ քո կյանքում եղան այդ հիմար ախմախ խոսակցությունները աղանդավորական շարժման հետևորդ լինելու։ Այսօր մեկ ընդմիշտ հենց Արմինկայի այս գեղեցիկ բենեֆիսում ուզում եմ հերքել այդ ոչինչ չասող բամբասանքները։ Արմինկա, նաև ուզում եմ դու էլ մեկ ընդմիշտ ասես չկա այդպիսի բան։ Արմինկան իր ընտանիքի հետ միասին հայ առաքելական եկեղեցու հետևորդները։ Չէ՞։ Այո, եւ ամեն։ Այո, եւ ամեն, ճիշտ է։ Երջու մեծ հավատի շնորհիվ կյանքում գոյացած մեծ դատարկությունից Արմինկային փրկելու եկավ հրաշքը Ալեքսը։ Այսօր Ալեքսի մասին պետք է խոսի։ Արմինկան որպես նաև փրկության օղակ, չէ՞, այդ մեծ սերը նաև փրկություն էր քեզ համար։ Արմինկան։ Պատասխանատվության զգացողություն։ Առաջին հերթին ինձ համար եւ դրանից մի փոքր հետո իմ ամբողջ ընտանիքի համար, որովհետեւ գիտես կյանքում այսպիսի պահերել են լինում, երբ որ երբեք չես մտածում, որ դա կարող է քեզ հետ լինել, երբ դու ունես ամեն բան ասելով սիրելի աշխատանք, լավ ընկերներ, հրաշալի ընտանիք, թիկունքիդ հետևում, ամեն բան, բայց ներսումդ դատարկություն է, այսինքն այն փուլներ իմ կյանքում, երբ որ ես ծանրաբեռնված էի աշխատանքով, ես քնում էի այս ինքնաթիռում, այս երկրում արթնանում էի մի այլ երկրում եւ շատ բուրն էր իմ ստեղծագործական կյանքը, բայց ես ամեն առավոտյան աչքերս բացում էի ասելով, լինելով շատ հավատքով մարդ ու շատ լավատես, ես ասում էի, ինչի համար եմ արթնացել այսօր։ Գալիս է մի պահ եւ գալիս է մի տարիք, որ մեջդ կա շատ սեր ու դա պիտի տաս մեկին։ Ու ես միշտ իմ մտքում միշտ ասում էի, Տեր Աստված իմ, ես ինչ անեմ այսքան սիրո հետ։ Ինձ տուր մեկին,
կոնկրետ գիտեի ում, կոնկրետ գիտեի ինչ եմ ուզում, որին ես տամ իմ այդ ամբողջ սերը։ Եվ այդպես եղավ փաստորեն։ Ձեր թիթի սիմպաթիչնի ընտանիքում արդյոք տղա եք հենց սպասում, արդյոք։ Չէ։ Ես միշտ սիրել եմ աղջիկ, ես միշտ մտածել եմ, որ մամայի գենը շատ ուժեղ է իմ մեջ, որ ես պիտի աղջիկ ունենամ։ Երբ որ իմացա իմ վիճակի մասին, ասեցի Տեր Աստված, դու ինձ պիտի տղա տաս։ Տղա։ Ամեն բան փոխվեց մի վայրկյանում, ասեցի տղա պիտի ծնվի, ես պիտի տղա ունենամ։ Չգիտեմ ինչի, ոչ թե այդ հայկական մենտալիտետի հարցներ, չէ, ասեցի տղա պիտի ունենամ։ Ինձ ամիսներանց բոլոր ասում էին աղջիկ է, ասում էին, ինձ մտքումս ասում էին, ձեզ միայն թվում է։ Ես չգիտեի, ես շատ ուշ եմ իմացել 5.5 ամսականում էին, երբ որ մամայի հետ գնացինք, մամային այդքան դուր չեկավ այդ լուրը, մաման էսպես տղա։ Իսկ հիմա դե հարցրեք տղա թե աղջիկ։ Աբեկյանների ընտանիքի մարած կրակը կրկին վառվեց Ալեքսի ծնունդով։ Այսօր Ալեքսն արդեն ընտանիքի ամենակարևոր անդամն է։ Իմ աչքերից արցունք էլ չի հոսում։ Հաջողությունների, փառքի ու ճանաչման հետ միասին այցելում են նաև դժբախտությունները։ Իր գործունեության ամենահաջողակ տարիներին Արմինկան 2 անդառնալի կորուստ ունեցավ։ Մահացան երգչուհու հայրն ու եղբայրը։ Մարդիկ, որոնց հետ երգչուհին շատ կապված էր ու առանց որոնց կյանքը չէր պատկերացնում։ Արմինկայի հայրը նրան սատարում էր, իսկ եղբայրն ամեն քայլափոխի նրա կողքին էր իր խորհուրդներով, երբեմն էլ քննադատությամբ։ Ամենակարևորը նա միշտ անկեղծ էր ու հավատարիմ։ Ամուսնուս ու տղայիս այդ հոգևոր կապը այնքան ամուր է եղել մեր մեջ։ Մինչև հիմա մենք չենք պատկերացնում, որ իրանք չկան։ Իրանք կան, այդ ուժը իրանք տալիս են մեզ, ու մենք մեզ մենակ չենք զգում երբեք։ Եղբորն ու հորը կորցնելուց հետո Արմինկան հասկացավ, որ իրենց ընտանիքում լույսն է պակասել։ Իսկ այդ պակասը կարող է լրացվել միայն ընտանիքի նոր անդամի հայտնվելով։ Թորնիկի ծնունդը մի հրաշք երևույթ էր մեր կյանքում։ Թորնիկը ծնվեց ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում, ճիշտ պահի։ Մեր մեջ ուժ գտանք թորնիկին մեծացնելու, փառքաստու ինքը մի հրաշք բալիկա, շատ խելացի, շատ տաղանդավոր։ Տատիկի ուրախությունը, մայրիկի կյանքի իմաստն ու մորաքրոջը պարտությունը ծնվելուն պես փոխեց բոլորի կյանքը։ Լցրեց սիրով, ջերմությամբ ու նոր հույսերով։ Առաջնեկը նրա երբ ծնվեց, ինձ ստանձնվեց մի մեծ պարտականություն լինել կնքահայր Ալեքսի, որի համար անչափ շնորհակալ եմ եւ շատ պատվով եմ տանում այդ պարտականությունը։ Փորձում եմ լինել նրա կողքին հնարավորինս շատ, անցկացնել նրա հետ շատ ժամանակ, մի փայլուն զավակ է, մի արևոտ զավակ։ Չնայած փոքր տարիքին Ալեքսն արդեն Նահապետյանների ընտանիքի տան տղամարդն է։ Փորձում է յուրաքանչյուր հարցում օգնության հասնել ընտանիքի բոլոր անդամներին, իսկ ամենից շատ սիրում է մայրիկի հետ ժամանակ անցկացնել։ Ես ծնունը շատ սիրում եմ իրան նայել, ու լսել ոնց է ինքը երգում։ Ես ուզում եմ դառնամ շինարար, որովհետև ես ուզում եմ սարքել տուն բասեյնով, եւ որ տատիկը չբարձանա աստիճաններով, 5 հատ ես ուզում եմ աստիճաններ սենց փոքր սարքեմ ու մենակ մեր համար սարքեմ տուն։ Իր երաժշտական կարիերայի ընթացքում Արմինկան ինքնաբերաբար ստանձնեց նաև կարևոր ու պատասխանատու պարտավորություն։ Նա համարվում է հայկական էստրադայի ամենաոճային երգչուհիներից։ Իր բեմական կերպարները բազմիցս առանձնացել են նրբագեղությամբ ու առանձնահատուկ կանացիությամբ։ Ինքը ունի, չեմ կարող բացատրել այդ հանելուկը իր մեջ որ կա, բայց դա կապված է եւ իր տեսքի հետ, եւ իր մշտապես նորաձև լինելու հետ, նորաձևությանը համարժեք քայլելու հետ, իր անկեղծության հետ, որը ամենաշատն է գնահատվում, եւ այն շաքարը, որ ինքը ունի իր ձայնի մեջ։ Ամեն կատարող թերևս աչքի ընկնում իր այդ ձայնի յուրահատկությամբ, որը միայն իրեն է հատուկ։ Դիզայներ Արևիկ Սիմոնյանը բազմիցս աշխատել է Արմինկայի հետ։
Իրար հասկանում են երկու բառից, ոչ այն ընդհանրություններն ու սերը նորաձևության հանդեպ նրանց իրական ընկերներ են դարձրել։ Կարող է դաժե իրար շատ չենք տեսնում գործի առումով, ինքը զբաղված է, ես զբաղված եմ, բայց ինքը այն մարդն է, ում ես միշտ հիշում եմ, ինքը միշտ իմ կյանքում կա, իմ մտքերում կա, եւ ինձ թվում է լուբոյ մարդ, ում հետ Արմինկան ընկերություն անում, շահել է այս կյանքում մեծ պրիզ, որովհետեւ ինքը ուղղակի մարդ է, լավ մարդ է։ Հիմա արդեն Արմինկան իր ժամանակի մեծ մասը հատկացնում է որդուն, զբաղվում է նաև իր նորաձևության տան գործերով, հագուստներ է մոդելավորում ու իրեն հատուկ ձևով ընդգծում կնոջ գեղեցկությունը։ Կյանքը մի ճանապարհ, Բայց այս ամենին զուգահեռ շարունակում է երգել ու այն ամենն, ինչ հիմա ունի կյանքում, իսկական հեքիաթ է համարում։ Եվ գիտեմ դեպի ուր կանցնեմ բեհուլուր, կբացեմ փակ մի նոր դուր։ Բենեֆիսի բեմում գեղեցիկ երգչուհի է, ում կյանքը շատ է հարվածել, բայց ի վերջո կոտրել չի կարողացել, ինչպես Արմինկան հենց ինքն է ասում, Աստված փորձություն է տալիս եւ ուժ այդ փորձությունները անցնելիս։ Հենց այդպես ուժեղ, հավատքով լեցուն նա անցնում է իր ճանապարհը ոչնչից ու ոչ մեկից չվախենալով ու հավատալով, որ վաղը հեքիաթը անպայման լինելու է։ Ես ուզում եմ, որ լինի հեքիաթ, Արմինկայի Բենեֆիսի վերջին երգը հենց սա է։ Կյանքը մի ճանապարհ, լուսավոր ու բարդ, այս ճամփով գնում եմ առաջ, եւ գիտեմ դեպի ուր կանցնեմ բեհուլուր, կբացեմ փակ մի նոր դուր, ինչ էլ որ առջևում ինձ սպասի մեկ է, ես գիտեմ մենակ չեմ հաստատ, իմ կողքին են կանգնած այն մարդիկ հարազատ, որոնց հետ կանցնեմ ես հուր կրակ, ես ուզում եմ, որ լինի հեքիաթ, ամեն օրս լուսավոր ու տակ, ուր հերոսը բախտն է իր փնտրում, ինչպես հեքիաթում սերեն գտնում, իրական թող դառնան հույսերն իմ ասահման, ու լինի լոկ երջանի կապարդ, ու թող որ այս կյանքում ինչպես որ հեքիաթում չլինի երբեք էլ բաժան